բայց գրեթե 7000 կիլոմետր թռել էր դեպի Սաուդյան Արաբիա որպես գաղտնի զենք, պլան B շքեղ անցումից հետո Կունդեին ուղարկելով Քուչեքը իրեն ցուցադրելու։ Այս մրցաշարը вообще կարևոր չի մրցաշրջանի կտրվածքով։ Ինչ։ Դուք հավերժ գալու եք։ Նա 11 մետրանոցը վաստակեց եւ կարող էր գոլի հեղինակ դառնալ։ Ես ստիպված եմ։ Չէ, հտրում եմ։ Արբելոան փորում Ալոնսոյի տակ։ Մի քանի օր առաջ հետևեցինք վերջին տարիների լավագույն կլասիկոներից մեկին, ողջույն բոլորին։ Մենք համոզված ենք, որ այս վիդեոն մեր լավագույններից է լինելու, եթե նայեք մինչև վերջ։ Գուցե ռեալը այնտեղ գոլը խփի վերջապես։ Մենք կամիկաձեներ չենք, բոլոր որոշումները կշռադատված են, քանի որ մրցաշրջանը շատ երկար է։ Սրանք Խաբի Ալոնսոյի խոսքերն են ի պատասխան հարցին արդյոք Մբապեն կմասնակցի սուպեր գավաթի եզրափակչին։ Իսկ Կիլիանը չնայած մեկնարկում չկար, բայց գրեթե 7000 կիլոմետր թռել էր դեպի Սաուդյան Արաբիա որպես գաղտնի զենք, պլան B, վարձու մարդասպան, կարճ ասած Չակ Նորիսը Բրուս Լիի դեմ։ Ովքեր տեսել են Բրուս Լիի Վիշապի ուղին ֆիլմը, ապա կհասկանան, որ Մբապեն դաշտ մտավ որպես վերջին չարագործ, բայց նրան տապալեց Ֆրենկի դե Յոնգը, որի մեջ մտել էր Բրուս Լիի հոգին, իսկ Ռաֆինյայի մեջ Դեմբելեն էր։ Սա խորհրդանշում է Բարսայի տրամադրվածությանը խաղին, ու պետք է ընդունել, որ կատալոնացիները մի քիչ ավելի լավ էին տրամադրվել, Բաչեն, Ալոնսոն խաղից հետո արդարանում էր կարծես զգում էր մոտալուտ վախճանը։ Իսկ բուն խաղի առաջին կեսն անցավ հավասար պայքարում։ Նախ Ռաֆինյան բացեց խաղի հաշիվն ու երբ բոլորը մտածում էին, թե հենց այդպես էլ կավարտվի այն, կայծակ եղավ արաբական անամպ երկնքում ու ֆուտբոլիստները գրգռվեցին։ Առաջինը Վինիսիուսն էր, ու դա զարմանալի չի, ում համար էլ տենց պարեն էլի շեղվում ես։ Լավ, կներեք, Վինիսիուսը շքեղ գոլի հեղինակ դարձավ շքեղ անցումից հետո Կունդեին ուղարկելով Քուչեքը իրեն ցուցադրելու։ Ու մինչ Ռեալի կենտրոնական պաշտպաններ Ասենսիոն եւ Հյոյսունը շնորհավորում պաչպչում էին Վինիսիուսին գոլի առիթով, Լևանդովսկին կրկին Բարսային առաջ մղեց ու ընդհանրապես այս պաշտպանությունը կարելի է գրանցել Գինեսի գրքում որպես լավագույն վատագույնը։ Նույնը կարելի է ասել Բարսայի պաշտպանների մասին, մինչ նրանք փորձում էին հետ բերել ծերուկ Լևանդովսկիին, Գոնսալոն կրկին հավասարեցրեց հաշիվը։ Լևային ինչ էր եղել, որ ուրախության պերեդոզ էր, այդ տարիքում դա շատ վտանգավոր է։ Ու այսքան պախատելնելուց հետո Ալոնսոն խաղից հետո ասում է. «Այս մրցաշարը вообще կարևոր չի մրցաշրջանի կտրվածքով»։ Ալոնսո չոտի вообще դիսյոս չորտ պաբիրի։ Ամենավերջինը Ալոնսոից կսպասեի նման խոսքեր էնել թիվ 1 մրցակցի Ախոյանի թշնամու դեմ խաղից հետո, որը պարտվել էին Ռաֆինյայի գոլով։ Ռեալի երկրպագուներ, բարձրացրեք ձեր ձայնը, բողոքեք, ինչ որ բան ասեք, սենց որ շարունակվի, այս տղեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պարտվելուց հետո կասի մենք Սուպերլիգայի համար ենք պայքարելու, եթե մի օր իրականանա։ Էլ չի ասի, արխային։ Ես Ռեալին անկեղծ ցանկանում եմ մի նորմալ խաղ սարքող կիսապաշտպան, գոնե մի քիչ կրոսին մոտիկ։ Ազարասեցինք խաղացողը ռայ քձիբ։ Հա էլի, օրինակ Տրենտին ձրի բերեցին, ով իմանա հիմա ինչով է զբաղվում Մադրիդում, ինչպես կանխատեսել էինք, հաստատ հլվոր ֆուտբոլ չի խաղում։ Մտածում են, թե գնում եմ ռեալ ֆուտբոլ խաղալու։ Միամիտներ։ Ու առանձին կարելի է հիշել Լամին Յամալին, որը ամենաաշխույժն էր տոնելիս, բայց տեսար տղեն ինչ անցումներ արեց։ Հանգիստ, ես դրա մասին չեմ խոսում։ Բայց այդ անցումներն էլ ընդամենը մի 2 հատ էին։ Ընդհանուր առմամբ նրա խաղը միջին էր։ Արդեն հստակ զգացվում է, որ նա նախորդ տարվա ազդեցությունը էլ չունի։ Մի հատ հիշեք Եվրոպայի առաջնությանը ինչ էր անում։ Ես շատ հուսով եմ, որ այս հասունացման պերեխոդնի ոզրստը անցնելուց հետո նա նորից կսկսի ազդել խաղերի վրա, թե չէ արդեն դառնում է շարքային ֆուտբոլիստ։ Եթե սենց շարունակի, Ռունի Բարջին նրան սաստավից կգցի, խոսքս հիշեք։ Ինչ վերաբերվում է թիմերի կիսապաշտպանությանը, ապա Բարսան այստեղ ակնհայտ առավելություն ունի
չնայած Պետրին կպած Բելինգեմի մայկեն էր ուզում իհարկե սա կատակ ու վերջին րոպեներին մրցակցի վտանգավոր գրոհը նույնիսկ այս ձևով կանգնեցնելու համար կարողություններ են պետք։ Բարսան կանսելոին հետ բերես տեսար։ Տեսա, ավելի ուժեղացավ։ Այդ ո՞նց։ Entiendo que eres What is that? Լավ, այսքանով սահմանափակվենք խաղի մասին, վերջում կլինի խաղից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ այժմ առաջիկա խաղերն են, որից հետո հակահերոսներն ու հերոսներն են իրենց բլբլթումներով։ Մի հատ վիդեո ցույց տամ, որ ասես ջան, դավայ։ Հունվարի 14-ին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակում Նյուքասլը կընդունի Սիթիին։ Հաջորդ օրը հետաքրքիր խաղ կա Իտալիայի Ա սերիայում Կոմոյի ու Միլանի միջև, ինչպես նաև Անգլիայի լիգայի գավաթի մյուս կիսաեզրափակիչը Չելսիի ու Արսենալի միջև։ Մեր առաջին հակահերոսը այսօր United-ն է, ավելի կոնկրետ նրա ղեկավարությունը։ Մենք պատկերացրել ենք, թե ինչպես է Ռեդկլիֆը մարզիչ փնտրում գավաթից դուրս մնալուց հետո։ Բարև ձեզ, դուք կարող ուզեք մարզիչ աշխատել։ Կարևոր չի որտեղ եք աշխատել, մեկ ամենք բան չենք հասկանում։ Mr. Pep, hello։ Կլինեմ կարճ ու կոնկրետ։ Ինչքան փող է պետք որ դառնաք կարմիր։ Ինչ։ Դուք հավերժ գալու եք։ Sir Alex։ Կարող է մի 10 տարի էլ գայք տրեներ։ Ես գիտեի 40 եք, կներեք։ Ինչ, խնդրում ենք 15 միլիոն հատկացնել մարզասարքերի համար, որոնով ֆերմատիշ։ Ինչ մարզասարք, թող գնան ենա, գոֆիտում լավ փաթեթներ կա, հարմար, էժան, տեղել թող պարապեն։ Արա դե լավ այլի կլուբ ունենալ, ստենդ է գլուխ գովալու առիթ, հա։ Հալո, Կարիք, դու համաձայն ես։ Վայ ինչ լավ է, արի յոլա տարելի։ Որ պատկերացրեք ինչ է կատարվում United-ում, այս վիդեոն նայեք։ Համարյա նույն ձևով է կառավարվում Nottingham Forest-ը, որի սեփականատերը շատ է սիրում գիրոս։ Ինտեգրացիա է, որ անում ես։ Ցավոք ոչ, ուզում էի դրանով ասել, որ Մարինակիսը ընդամենը ույն է։ Անտառապահները թռան գավաթից Վրեքհեմից, հոլիվուդյան դերասան Ռյան Ռեյնոլդսի թիմից։ Ու ընդհանրապես, եթե այսպես շարունակվի, մի օր կտեսնենք, որ Snoop Dogg-ը Բրիտանիայում թիմ է ձեռք բերել մարիհուանա անունով։ Crystal Palace-ը նույնպես թռավ գավաթից պարտվելով Macclesfield-ին։ Այս թիմը Բրիտանիայի ֆուտբոլային համակարգի 6-րդ աստիճանում է հանդես գալիս։ Իսկ տերը ակումբը առել է նենց ոնց որ մեր հարևան վաղոն երեխա ունեցավ։ Ես երբեք չէի պատկերացնի, որ sense բան կլինի։ 4 տարի առաջ ահավոր հարբած վիճակում էի, երբ գնեցի այս ակումբը։ Ու հաղթանակից հետո սաղ քաղաքը լցվեց դաշտ։ Սաղ քաղաքը։ Ինչ 50,000-անոց պուջուրի Քիփլիկ քաղաք է։ Հակահերոսությամբ աչքի ընկան նաև Մանչեսթեր Սիթին եւ Բավարիան բասկետբոլային հաշիվներով հաղթելով իրենց մրցակիցներին։ Եթե Բավարիայի դեպքում դա սովորական է, նրանք հաղթեցին 8-1 հաշվով Վոլֆսբուրգին Բունդեսլիգայի հերթական տուրում, ապա Սիթիի դեպքում ուղղակի չգիտեմ, նրանք 10 գնդակ ուղարկեցին համեստ Exeter City դարպասը գավաթային խաղում։ Սարսափելի է։ Արա մի քիչ տեսած պահեք ձեզ էլի։ Իտալիայում կայացավ առաջին տեղի խաղը Ինտերի եւ Նապոլիի միջև։ Այստեղ միանգամից կարելի է երկու հերոսի առանձնացնել, բայց մինչ դա անդրադառնանք Անտոնինո Կոնտեին, որը կրկին սկսել է բլբլթալ։ 1-1 հաշվի ժամանակ փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ խախտեցին խաղի կանոնները եւ մրցավարը գնաց դրվագը դիտելու ու բնականաբար 11 մետրանոց նշանակեց, ինչին իտալացի մասնագետը այսպես արձագանքեց. Մի անգամ չգովաս, թռնում նստում են գլխի դարա։ Հենոն կարող էր բացարձակ հերոսանալ, նա 11 մետրանոցը վաստակեց եւ կարող էր գոլի հեղինակ դառնալ ու հաղթանակ պարգևել Ինտերին, բայց չստացվեց։ Փոխարենը
ավելի հերոսացավ Նապոլիից Սկոթ Մակտոմինեյը։ Նա 2 անգամ հավասարեցրեց հաշիվը խաղի եւ չեմպիոնական պայքարը ավելի բլբլթացրեց։ Կրասավչիկ պրոստը։ Մինչ Ռեալը տխրում է կորցրած տիտղոսների համար, Էնդրիկը հրհռում է ամենաբարձր տոներով։ Բրազիլացին Մադրիդից հեռանալուց ու Լիոնում տեղավորվելուց հետո սքանչելի դեբյուտ է ունեցել, գոլ է խփել ու կարծես ասում էր ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Օրհայդ Ռեալին ասում, չէ գլոբ, մեզ ասում, տոնակատարությունները չմոռանաս։ Եզրափակչից հետո Ալոնսոն հորդորել է իր ֆուտբոլիստներին հարգանքի արահետ բացել հաղթանակած թիմի համար։ Դա բնականաբար դուր չի եկել Չակ Նորիսին, որը շատ դժկամությամբ է արտահայտվել դրան, հորդորելով խաղընկերներին չանել այդպիսի բան։ Մենք պատկերացրել ենք Մբապեի եւ Ալոնսոյի զրույցը մեդալները ստանալուց հետո։ Ասենք ինչ արահետ, պարոն Չաբի, մենք պետքա պարտվել իմանանք, հասկանում ես, բայց ոչ սենց, հաղթողի հոգեբանությունը մեռնում է մեր մեջ։ Էդ ինչ ես անում։ Ես ստիպված եմ։ Չէ, խնդրում եմ։ Ժամանակն է։ Խաբի Ալոնսոն փոխադարձ համաձայնությամբ հեռացվեց Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից։ Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ Ալոնսոն այդպես էլ չկարողացավ ավտորիտետ դառնալ գերաստղերի շրջանում։ Ես գրեթե համոզված եմ, որ նա նոր միջին մակարդակի թիմում կարող է սքանչելի աշխատանք կատարել։ Իսկ հիմա խաղից հետո իրադարձություններին անդրադառնանք։ Ու առաջինը պետք է նշել Արդա Գյուլերին, որը այս սեզոնի սկզբից կարծես Ալոնսոյի լյուբիմչիկն էր, բայց հետո մի բան այն չգնաց, երևի էլ չէր գնում ջրի։ Վերջին րոպեներին Ռեալը մի 2 լավ դրվագ ունեցավ, որոնք փչացրեց, ու Գյուլերը եզրափակիչ սուլիչից հետո փորձեց իր զայրույթը պարպել ու հավաքացին չէր ձեռը։ Իսկ հետո գնաց Բարսայի ֆուտբոլիստների ցոպ ու շվայտ տոնակատարությունները, որոնք միշտ էլ գունավոր են։ Ես հասկանում եմ, որ դա Ռեալի երկրպագուներին դուր չի գալիս, դրա համար ձեր սիրած թիմի գլխավոր մարզիչ դարձավ Ալվարո Արբելոան, որը բացի Ռեալի ֆուտբոլիստ լինելը, արդեն հասցրել է լավ հաջողություններ գրանցել ակումբի ակադեմիայի տարբեր թիմերում։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ նա էլ երկար չի ձգելու։ Իսկ դուք ինչ եք կարծում, կկարողանա Ռեալին ոտքի կանգնեց։ Այո։ Շատ լավ։ Ինձ հենց նոր հայտնեցին, որ պարզվել է, թե երբ վանից էր Արբելոան փորում Ալոնսոյի տակ։